Երկի հավարտին Սուրբ Անա եկեղեցու բակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իշխանության եւ եկեղեցու միասնության մասին։ Սա արդեն ընդհանրապես մարտարարաբեր էր աշխարհիկ պետության սկզբունքին եւ ինձ մոտ անկեղծ ասած այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է արդեն նաեւ հոգեվոր առաջնորդի դերին։ Այո։ Ամենայն դեպս տպավորությունը այդպիսին է, որովհետեւ ինքն է հետո պարզվեց ինքը պիտի որոշի առ ոչինչա կաթողիկոսի ներեկեղեցական նրաման թե ոչ։ Ինքը պիտի որոշի, արդեն դա վաղուց էր որոշել, պատարակները կանոնիկ են, թե ոչ կամ ում անունը արտասանվի, հնչեցվի, ումը զեղչվի եւ այլն եւ այլն։ Հնդածս մեղադրանք չհնչեցրեց էլի եկեղեցու հասցեին, որ եկեղեցին դարձել է Հայաստանի Հանրապետության դեմ պայքարի հիբրիդային գործիք, ուշադրություն դարձրեք, հերթական անգամ չնշվեց երկրի անուն, ում ձեռքին է գործիք դարձել, եւ որևէ փաստ ու ապացույց։ Գիտեք, նման մեղադրանք հասցեագրել առանց քրեական գործի հարուցման, սա նույնիսկ դերին մամուլի խմբագիրը չի կարող իրեն նման բան թույլ տալ։ Եվ վերջապես եկան վերջին զարգացումները, նախ ինքը քանի որ արդեն պաշտոնապես ստանձնել է կամպանիայի արդեն գրավոր, կրկնում եմ, գրավոր հաստատագրում, բանավոր հայտարարություն, մեկ այլ բան է, գրավոր հայտարարություն, նաստոյության գրավոր ստանձնել է իր հանցագործություն կատարելու փաստը։ Եթե բանավոր հայտարարությունը կարող ես հետո տարբեր մանևրի հնարավորություն տալիս ասել, որ իրեն սխալ ենք հասկացել, ինքը այս կոնտեքստում է ասել, այն կոնտեքստում է ասել, փաստաթուղթը, որտեղ դրված է քո ստորագրությունը, քեզ դարձնում է պատասխանատու քո արարքի համար, նաև իրավաքաղաքական, նաև զուտ իրավական հարթությունների վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ըստ էության ինքը ազդարարեց, որ մեկ տասնյակից ավել, կարծեմ 16 քահանաներ անցել են իրեն շարժման կողմ, այլ խոսքով անցել են իր թրի տակով։ Այո։ Երբ որ դրանից հետո Մայրաթորը Մասյացոտնի թեմի առաջնորդին պաշտոնանկ արեց, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Facebook-յան գրառմով, առ ոչինչ համարելով գաղափարի որոշումը։ Այստեղ ինչն է վտանգավոր։ Խոսքը ոչ այդ Գևորգ եպիսկոպոս կոչվածին է վերաբերվում, ոչ նույնիսկ ներեկեղեցական տիրույթին կամ մաքուր քաղաքական տիրույթին։ Խոսքը վերաբերվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը քայքայում է լեգիտիմության միասնական համակարգը, որովհետև նա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։